Հիսուսն ա Տերը։ Հիսուսն ա Տերը։ Փառք նրան, հավիտյանս հավիտենից։ Եվ թող որ Աստծո ժողովուրդն ասի ամեն։ Հալելույա, եկ բարձր ծափարենք նրան։ Նարժանի է։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Դու օրհնյալ ես, որովհետև դու պաշտում ես կենդանի Աստծուն։ Գիտես, մեր Աստված կենդանի է, ոնց որ մի քիչ առաջ երգում ենք։ Եվ ում է պատկանում օրհնությունը։ Ասա ինձ է պատկանում։ Գիտես, մենք պիտի այն կարողանանք վերցնենք Աստծուց։ Մի պատմություն եւ մենք կնստենք, մի կարճ դրվագ հիշեցի ուղակի։ Դու կարող ես նվագել։ Գիտես, մեկ անգամ Հիսուսը ինչպես միշտ շրջում էր, գնում էր եւ շատ ժողովուրդ կար նրա շուրջը։ Հիսուսը միշտ գնում է։ Գիտես, մեր Աստված ընթացքի Աստված է։ Ինքը միշտ ընթացքի մեջ է եւ ժողովուրդներ կան նրա շուրջը, շատ էին։ Եվ Հիսուսը կանգ առավ, ասեց. «Մի րոպե, ով ինձ կպավ»։ Իսկ իրականում ով կպավ։ Պետրոս ասեց. «Դեր բոլորս ենք կպնում։ Շատ մարդ կա այստեղ, շատ ժողովուրդ կա, բոլորս ենք կպնում», ասես չէ, սա ուրիշ կպնել է։ Ինձանից զորություն գնաց։ Ով հարցրեց Հիսուսից. «Տեր կլինի քեզանից զորություն վերցնեմ»։ Գիտես ով է վերցնում օրհնությունը, ով կպնել գիտի։ Որ Աստծուն կպնել գիտի, որ Աստծուց վերցնել գիտի։ Իսկ գիտես ով էր այդ մեկը։ Դա այն մեկն էր, ով ըստ օրենքի պիտի զանգակը վերցներ եւ դուրս գար փողոց եւ ամբողջ քաղաքին, ամբողջ փողոցին ասեր. «Ես անմաքուր եմ։ Ես 12 տարի արնահոսում եմ եւ օրենքը պարտադրում է, որ եթե ես մեկին կպնեմ, ինձ պիտի քարկոծեն»։ Դա այդ մեկն էր։ Նա վատնել էր իր ամբողջ ունեցածը, բժիշկներին տվել էր եւ պիտի նա զանգարեր ու ասեր. «Գիտես, եթե ես ինչ-որ մեկին կպնեմ, ինձ պիտի քարկոծեն։ Ըստ օրենքի ես իրավունք չունեմ»։ Բայց նա, գիտես, երբեմն այդպես Տերը թույլ կտա, որ մենք ամբողջությամբ թույլ կտա, որ մեր հույսերը քերին, որ եղբայրը, այս մեկը, այն մեկը, ինչպես որ Աբոն ասեց, իմ ձեռքերն են իմ Աստված, այդ ամբողջը զինաթափվենք, որ մենք վերջապես ֆայմենք, գնանք ու կպնենք այդ մեկին, նրա քղանցքին եւ զորություն տանենք նրանից։ Փառք նրան, հավիտյանս հավիտենից։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Ողջունում եմ քեզ, սիրելի ժողովուրդ, սիրելի ընտանիք, սիրելի վանաձորցիներ։ Սիրում եմ ձեզ շատ, որովհետև գիտես, ամեն անգամ երբ որ գալիս եմ այստեղ, ես ինքս եմ Աստծուց սպասում, որ Տեր խոսա իմ սրտի համար։ Եվ երբ որ այստեղ երկրպագում ենք, գիտես, հզոր փառաբանության թիմ ունենք։ Եվ Տերը խոսում էր, եւ Տերը բաներ էր ասում, բաներ էր ցույց տալիս, որովհետև Տերը կենդանի է։ Փառք Հիսուսին։ Կարող ես նստել Տիրոջ ներկայության մեջ, փառք Աստծուն, փառաբանության թիմին կարող է նույնպես նստել։ Դա շնորհակալություն եմ ուզում ասել ձեր հովիվներին, Հովիվ Արմինե ջան, Հովիվ Մեհեր ջան։ Ասեմ, որ շատ եմ սիրում ձեր հովիվներին, ես յուրատուկ ձևով նրանցից սովորում եմ։ Դուք օրհնված եք, որովհետև ունեք նման հովիվներ։ Իրականում շատ քիչ հովիվներ կան, լավ, դա ես չասեցի լավ։ Բայց այո, քիչ են այն մարդիկ, ումից ես սովորում եմ։ Այսինքն սովորում եմ այն առումով ինչպես կառավարել եւ ինչպես ղեկավարել, ինչպես առաջնորդել եկեղեցին եւ հովիվները եւ Հովիվ Արմինեն այդ մարդկանցից մեկն են, ումից ես սովորում եմ, կողքից նայում եմ, ասում եմ, գիտես, մենք այսօր խոսանք օրհնության մասին, խոսենք նրա մասին, թե ինչպես տարածենք մեր վրանները։ Եվ դուք կերակրվում եք շատ առողջ կերակուրով, ձեր հովիվները ձեզ տալիս են առողջ կերակուր, տարածեք այն։ Այդ վրանները տարածեք, ինչպես քարոզեն այսօր, ինչպես են քարոզում այսօր, ինչպես ենք ավետարանում այսօր։ Այսօր շատ հեշտ է։ Մեկ մատի հպումով, երբ որ նայում ես YouTube-յան ձեր, իսկ ով բաժանորդագրված չի ձեր YouTube-յան ալիքին, թող այդ համարձակը ձեր բարձրացնի։
Բոլորդ բաժանորդագրված եք ձեր YouTube-յան ալիքին, հա? Չէ? Ունեք, չէ? Բաժանորդագրված եք? Մատի մեկ հպումով, այնտեղ կա մի հատ կնոպկա գրված է պազիլիցա։ Մատի մեկ հպումով տարածեք, ավետարան քարոզեք, որովհետև առողջ կերակուր է այստեղից հնչում։ Ձեր հովիվ մհերը իրականում շատ առողջ կերակուր է տալիս։ Տարածեք այն թանկագիներս։ Այսօր շատ է հեշտացվել ավետարան քարոզելը։ Ուրախ եմ այստեղ լինել, թանկագին Աստծո ժողովուրդ, ուրախ եմ, որ կարող եմ կիսվել Տիրոջ խոսքով, իսկ ես գիտեմ, որ դու եկել ես քաղցած, հա? Կան այստեղ քաղցածներ, հա? Մենք եկել ենք այսօր կերակրվենք, ճիշտ է։ Եվ այսօր ուզում եմ խոսել օրհնության մասին։ Գիտեմ, որ հովիվ Լուսյան Արմենը այստեղ խոսեց օրհնության մասին։ Ես չեմ ուզում կրկնվեմ, բայց այս խոսքը Տերը դրեց սրտիս մեջ, որ ես խոսամ։ Եվ ուզում եմ հարց տալ, իսկ ում է պատկանում օրհնությունը։ Լավ սովորեցիր։ Ով է ուզում օրհնված լինի։ Հաստատ ուզում ես օրհնված լինես։ Իսկ գիտես ինչ ճանապարհ կա այդտեղ դրան հասնելու համար։ Գին ենք վճարում թե օրհնվելուց առաջ, գին ենք վճարում թե օրհնվելուց հետո։ Իսկ ով կարա պահի իր օրհնությունը։ Իսկ ինչ է օրհնությունը։ Ինչ է օրհնությունը։ Մի փոքր այսօր դրա մասին կխոսեմ։ Ես այսօր քարոզելու եմ մնացորդած գրքից։ Առաջի մնացորդած 4-րդ գլուխ առաջի խոսքերից։ Ով կարա բացի։ Ով ունի Աստվածաշունչ։ Դուք կարդում եք Աստվածաշունչ։ Սիրում եք Աստվածաշունչ կարդանք, հա? Դա մեր կերակուրն է։ Դա մեր զենքն է, մեր զորությունն է, Աստծո խոսքը։ Գիտես, ես նկատել եմ, որ այս վերջի սերունդը չի սիրում Աստվածաշունչ կարդալ։ Գիտես ինչ եմ մտածում։ Հենա կգնամ եկեղեցի, հենա այնտեղ մեր մեդիա ծառայողը խոսքերը կգցի էկրանին, եւ ես այնտեղից կկարդամ, կամ ստատուսներ կկարդամ, հեշտացվում է։ Բայց արյուտես, որ մենք աճում ենք, զորանում ենք Աստծո խոսքը կարդալով։ Արի գնանք հենց առաջի խոսքից։ Իսկ ինչա գրված առաջի խոսքից։ Մենք հիմնականում սա շրջանցում ենք։ Ինչա գրված։ Ուդայի որդիներն են Փարես, Եսրոն, Քարմի, Օվրե եւ Սոբաղը։ Շարունակենք։ Արի շարունակենք։ Անուններ են այստեղ։ Ես գիտեմ, որ մենք այնքան ենք սիրում Աստվածաշունչ կարդալ, որ ամեն մի անունը կարդում ենք, չէ՞։ Հա, սիրում ենք, թե մենք արագ անցնում ենք այս անունները։ Այս ինչ անունները, ու հետո ասում ենք այսօր 3 գլուխ կարդացի։ Անուններ էր թերթեցիր։ Բայց գիտես, որ շատ գանձեր կան տողատակերում գրված։ Այստեղ թվարկում է հեղինակը անուններ եւ 9-րդ խոսքի վրա հեղինակը կանգ է առնում։ Մեկ անունի վրա։ Գիտես, այս պահի նույնպես գրքեր են գրվում, դու գիտես դրա մասին։ Հիշում ես, գրված է, որ եւ բացվեցին գրքեր, շատ գրքեր եւ այնտեղ կար կյանքի գիրքը։ Գրքեր են գրվում հիմա։ Իմ եւ քո կյանքի մասին գրքեր են գրվում հիմա։ Հարց եմ ուզում տալ, իսկ հեղինակը երբ որ իմ եւ քո անունը գրի, կանգ կառնի։ Ինչ ես կարծում։ Այստեղ հեղինակը կանգ առավ մեկ անվան վրա։ Դրա անունն էր Գաբես։ Ով արեցել Գաբեսի մասին։ Գաբեսի աղոթքը շատ հայտնի աղոթք է, այսօր կվելուծենք, կնայենք այն։ Գիտես, այսօր նույնպես գրքեր են գրվում, սիրելի եկեղեցի։ Իսկ հեղինակը, երբ որ իմ եւ քո անունը գրի կանգ կառնի, ինչ ես կարծում մեր անվան մոտ։ Իսկ եթե կանգ առնի, ինչ կասի։ Այս մարդուն ասեց արժանավոր է Գաբեսին։ Իմ եւ քո կյանքի մասին գրքեր են գրվում։ Մենք ունենք կյանքի գրքեր։ Իսկ ինչպես կանվանես քո կյանքի գիրքը։ Իսկ ինչպես կվերնագրես քո կյանքի գիրքը, ինչ մտածել ես։ Քո կյանքի գիրքը ինչ անուն կկրի։ Փառք Հիսուսին։ Իսկ միգուցե ինչ-որ մեկի կյանքում դժբախտ երջանկություն կամ վրեժի ծարավը։ Ինչ-որ մեկին էլ բարիր։ Մենք սիրում ենք այդպիսի հետարքիր վերնագրեր։ Ինչպես կվերնագրես դու քո կյանքի գիրքը։ Պատասխաներ ինքդ քեզ։
Այնքան կարևոր է, որ մենք մտածենք, այնքան կարևոր է, որ մենք սա հասկանանք, որ սա ռեալ է։ Հենց հիմա իմ եւ քո կյանքի մասին գիրք է գրվում։ Իսկ ինչ վերնագիր կդնի հեղինակը մեր կյանքի գրքին։ Դա գեր կարևոր պիտի լինի իմ եւ քո համար։ Դու պիտի ամբողջ քո էությամբ, ոչ միայն դու, ես նույնպես, մենք բոլորս մեր ամբողջ էությամբ պիտի ջանք գործադրենք, որ մեր կյանքի գիրքը, երբ որ գրվի, այնտեղ ճիշտ բաներ գրվի։ Իսկ մեր հեղինակը ամեն ինչ տեսնում է։ Իսկ մեր հեղինակը ամեն ինչ գիտի։ Եվ ոչ մի բան ծածուկ չկա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ գիտես, ասում է, որ արժանավոր է։ Նա արժանավոր էր։ Գաբեսը։ Գիտես, երբ որ նայում ես պատմությանը, Մարկոսյան պատմությանը, միշտ էլ առանցքում եղել են մարդիկ, ովքեր որ փոխել են իրավիճակները։ Միշտ էլ եղել են գաբեսները, որ փոխել են իրավիճակները։ Գիտես, մի կին կար։ Ծննդոց գրքում է կարծեմ, սա չներեղություն, ծննդոց գրքում չի, սա օրենքի գրքում է գրված։ Դրա անունն էր Ռահաբ։ Նա պոռնիկ էր։ Գիտես, նա մի քայլ արեց, որով նա փրկեց իր ամբողջ գերդաստանը։ Հարց եմ ուզում տալ, ով գիտի այդ ամբողջ գերդաստանից գոնե մեկ անուն, ով որ փրկվեց։ Ոչ ոքս չգիտենք, բայց Ռահաբի անունը գիտենք։ Նա առանցքային մարդ դուրս եկավ։ Կամ մի պատանի կար։ Գնում էր Հիսուսի քարոզը լսելու, եւ մաման նրա հետ պերերի վեր դրել։ 5 ձուկ, 2 հաց։ Գիտես, նա անտարբեր չեղավ իրավիճակին, ինչա կատարվում։ Ինչ ես կարծում, նա մենակ էր, ով որ ուներ 2 ձուկ եւ 5 հաց։ Ես կարծում եմ մարդիկ այն, ովքեր էլի պերերիվներ ունեին, դրել էին, բերել էին, գիտեին, երկար է, ճանապարհ է, ֆաստ-ֆուդներ չկային, չկար այդ դաստավկան, մոպեդներով որ կբերեին արագ առաքում կանեին, նրանք բրդուշ կուտեին։ Հա, մարդիկ գնում էին եւ պաշարով էին գնում։ Իսկ ինչու միայն այդ մեկինը ի հայտ եկա, որովհետեւ այդ մեկը անտարբեր չէր, ինչ որ կատարվում էր։ Միշտ էլ պատմությունը փոխել են մարդիկ, առանցքային մարդիկ, թանկագիններս։ Ու գիտես, երբ կստանաս քո հրաշքը, հրաշքիդ իրավունքը կունենաս այն ժամանակ, երբ որ դու սրտացավ կլինես եւ անտարբեր չես լինի շուրջդ ինչ է կատարվում։ Մի պատմություն լսեցի ինտերնետում, ասում է մի երեխա կար, նա անտուն թափառական էր։ Եվ նա իր օրվա հացը աշխատում էր, կանգնում էր խաշմիրուկներում եւ մարկանց մեքենաների անիվներն էր լվանում, ապակիներն էր լվանում։ Նա ծնող չուներ, անտուն թափառական էր։ Եվ մեկ անգամ հերթական մի մեքենային մոտենալով նա տեսավ կինը նստած ղեկին եւ մի ագրեգատ ապարատ էր դրա կողքը դրված, աշխատում էր։ Նա ասեց, ինչ է սա։ Ասեց, գիտես, սա իմ թոքերն են։ Այդ կինը պատասխանում, սա իմ թոքերն են։ Ես չեմ կարող շնչել, եթե սա չաշխատի։ Նա ասեց, ես կարամ քո համար աղոթեմ։ Երեխան ասում այդ կնոջը, ասեց, այո, կարող ես աղոթել։ Ես նա անտարբեր չեղավ այդ իրավիճակին, ինչ որ կատարվում էր։ Եվ նա երբ որ սկսեց աղոթել, մեկ բլոգեր էր անցնում, եւ նա տեսավ հետարքիր կադր եւ սկսեց նկարել, վիդեո արեց եւ տեղադրեց ինտերնետում։ Եվ գումար հավաքվեց այդ կնոջ բուժման համար։ Դուք ասես, անմիջապես Աստված բժշկեց, Աստված չբժշկեց, բայց Աստված խառնվեց։ Եվ գումար հավաքվեց մոտավոր $80,000։ Այդ բլոգերը գտավ այդ աղջկան, այդ կնոջը։ Գումարը փոխանցեց, օպերացիան արեցին եւ այդ կինը լիարժեք բժշկված էր։ Եվ այդ կինը հետաքրքրվեց որտեղ այդ տղան, այդ պատանին, որտեղ այդ երեխան գնավ, գտավ, որդեգրեց եւ նրանք դարձան ընտանիք։ Որտեղի սկսվեց այս ամեն ինչը, սրտացավությունից սկսվեց։ Միշտ էլ առանցքային մարդիկ են փոխել իրավիճակները։ Այդ երեխան կարող էր, չէ, իր հերթական գումարը վերցնել, այդ $1 անիվները լվանալ եւ գնալ իր գործերով, բայց նա անտարբեր չեղավ։ Այդպես էլ իմ եւ քո կյանքում ասրելիս, մենք չպիտի անտարբեր լինենք։ Հիմա ես գիտեմ, որ Աստված ձեզ օրհնել է եւ դուք շենք եք կառուցում։ Դուք իրավունք չունեք, ձեզանից ոչ ոք իրավունք չունի անտարբեր լինի այդ շենքի նկատմամբ։ Դուք պիտի կանգնեք ձեր հովների կողքը, ասեք, մենք քո հետ ենք։ Մեր լումայով մենք քո հետ ենք։ Մենք կարող ենք աշխատել, մենք կարող ենք զոհաբերել, մենք կարող ենք դնել, որովհետև մենք եկեղեցի ենք կառուցում։
Ես երբ որ Երևանի եկեղեցու շենքը կառուցվում էր, վերջում մի տատիկ, ներողություն, վերջում չէր, ընթացքում մի տատիկ մոտեցավ մեր հովին, ասեց, հովիվ շնորհակալ եմ քեզ, որ դու թույլ տվեցիր ես եկեղեցի կառուցեմ, ես երազանք եմ ունեցել, եկեղեցի կառուցեմ, բայց ես չեմ կարողացել, գումար չեմ ունեցել, բայց ես կարող եմ գործընկեր լինել այս ծրագրին եւ իմ թոշակից ինչ-որ մի բան առանձնացնել եւ ես եկեղեցի եմ կառուցում, սա իմ երազանքն է։ Դրա համար այո, մենք մեր սերունդների համար պիտի թողենք ժառանգություն։ Ամեն։ Եվ գիտես, Գաբեսի անվան մոտ հեղինակը կանգ առավ եւ ասեց արժանավոր է։ Արի կարդանք այս խոսքը։ Առաջին մնացորդաց 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. Օ եթե ինձ օրհնեիր եւ իմ սահմանները մեծացնեիր եւ ձեռքդ ինձ հետ լիներ եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ, եւ Աստված բերավ նրա վրա նրա խնդրածը։ Գիտես, Գաբեսի կյանքում մի բան կար։ Նա գիտեր, որ նա ուրիշ է։ Նա գիտեր, որ ես կարող եմ ավելին, քան իմ մասին մտածում են։ Նա գիտեր, որ ես կարող եմ օրհնվել, ես կարող եմ բան անել։ Հետո ինչ, որ իմ մայրը իմ անունը դրել է ցավ։ Ամեն մեկս այստեղ եկել եք տարբեր կյանքերից, ընտանիքներից, մշակույթից։ Միգուցե քեզ ամբողջ քո մանկության ժամանակ ասել են, որ քո մոտ ոչի բան չի ստացվի, կամ քո մանկության ժամանակ ասել են ցավ, դժբախտություն, կամ չգիտեմ, մայրերը այսօր մեր հայր մայրերը ցավոք սրտի, լավ այսօր չի այն ժամանակ։ Կարողանում էին օրհնել իրանց երեխաներին։ Գիտես, Գաբես նշանակում է ցավ, որտեվ մայրը ցավով ծնեց նրան։ Նա գիտեր, ես ավելին կարող եմ, քան իմ մասին մտածում են։ Գիտես, ես իմ ցավից եմ խոսում։ Ինձ իմ ամբողջ կյանքը ինձ ասել են, քո մոտ ոչինչ չի ստացվի։ Ոչ ոք չի հավատացել։ Ինձ մեկ անգամ իմ ընկերը ասեց, հեր, խի լուսոն դարա քո կինը։ Խի հենց լուսին են եղավ։ Ասեցի, գիտես Արթուր, որովհետև նա ինձ տեսավ։ Այսինքն նա ինձ տեսավ այնպիսին, ինչպիսին ես էի ինձ տեսնում, եւ ոչ ոք չէր տեսնում։ Եվ ինձ իմ ամբողջ կյանքը ասել են, պնդել են, քո մոտ ոչի բան չի ստացվի, ինչ մեղք ես դու։ Եվ այլն, շատ չեմ ուզում այդտեղ խորանամ։ Բայց ես գիտեի, որ չէ, կա մի ուրիշ բան։ Ես եղել եմ թույլ, նվաղ, հիվանդ մի երեխա։ Նիհար, բարակ։ Մի նայ, որ իմ ասենց 110 կիլո եմ։ Ես կարծում եմ, որ սա Գաբեսի կարևորագույն աղոթքներից մեկն էր, Տեր օրհներից ու լայնացնու վրաններս, թող որ քո ձեռքը ինձ վրա լինի։ Եվ այստեղ Գաբեսը 4 բան Աստծուց խնդրեց. օրհնիր ինձ, մեծացրու սահմաններս, ձեռքդ ինձ հետ լինի եւ չարից ազատի։ Գիտես, առաջինը նա խնդրեց օրհնություն։ Իսկ ի՞նչ է օրհնությունը։ Արի գնանք Ծննդոց գիրք։ Ով է հիշում Հակոբին։ Գիտենք, Իսահակի որդի Հակոբին։ Հակոբը օրհնությունը վերցրեց իր հորից, օրհնված էր, թե օրհնված չէր։ Ամբողջ օրհնությունը վերցրեց, այն ասիճան օրհնություն վերցրեց, որովհետեւ Իսմայելը եկավ ասեց, ինձ համար օրհնություն չունես, ասեց, չի ամբողջը տվել եմ աղբորդ։ Ամբողջ օրհնությունը վերցրեց ու գնաց Լաբանի մոտ աշխատեց, Լաբանի օրհնությունը վերցրեց, ուղտեր, անասուններ, ոչխարներ, չէ՞, օրհնված էր, թե օրհնված չէր, շատ հարուստ էր նա։ Օրհնությունը վերցրեց, աղջիկներին վերցրեց ու փախավ գնաց Լաբանի ձեռքից։ Հիմա օրհնված մեր Հակոբը հանդիպում է օրհնողին։ Ծննդոց 32 գլուխ 24 խոսքին։ Հիմա մեր չափանիշով օրհնված Հակոբը, իսկ ո՞րն այսօր է մեր չափանիշը, ով է օրհնված մարդը, ով որ ծառայության կգա ճոխ մեքենայով։ Ոչ միայն կգա, վազելով ներս կմտնի ու կծնկի Աստծո առաջ։ Այ քեզ օրհնված մարդ։
Հերիքի այդպես է, նա Աստծո տանը մեծացած մեկն է։ Ես ում եմ նկարագրում, այն հարուստ մեկին, ով որ վազելով եկավ Հիսուսի մոտ։ Հիշում ես այդ հարուստ երիտասարդ պատմությունը։ Գրված է մեկը կար, հարուստ էր։ Վազելով եկավ Հիսուսի մոտ, ծնկի իջավ, երկրպագեց ու ասեց. «Բարի վարդապետ, ինչ անեմ»։ Ասեց պատվիրանները գիտես։ Ասեց մանկուց ի վեր ահում եմ այս պատվիրանները։ Ես մեր չափանիշով նա շատ օրհնված էր, հարուստ էր, երկրպագու էր, վազելով էր գնում Հիսուսի մոտ։ Ձեզ այնց ով է վազելով եկել, եթե ուշացած չես եկել։ Հա? Վազելով եւ մանկուց ի վեր պատվիրանները պահում էր։ Եկեղեցու մեծացած էր, բայց Հիսուսը նայեց նրան ու ասեց. «Գիտես, քեզ խանգարող բան ունես։ Գնա, վաճառիր, բաժանիր աղքատներին, այն օր կլինես օրհնված»։ Մեր խոսքերով ասած։ Գիտես, մենք մարդուն նայում ենք եւ շռում ենք մեր մարդկային չափանիշներով, իսկ Աստծո կշեռները լիովին ուրիշ են։ Աստված լիովին ուրիշ ձև է կշռում։ Մենք կշռում ենք ըստ արարքի։ Նայ ոնց է երկրպագում, նայ ոնց է վազում Աստծո տուն, հրնայ ինչ մեքենա է վարում, հրնայ շրջապատը, հրնայ հարստությունը։ Բայց եթե ինքը օրհնված չի, բայելով կարա օրհնված լինի։ Իսկ Աստված կշռում է լրիվ ուրիշ չափանիշներով։ Ոչ միայն արարքը, այլ դրդապատճառը, արարքի դրդապատճառը։ Ինչու ես դու դա անում։ Ինչու ես դու զոհում Անանիա եւ Սապֆիրա, ինչու տվեցիք։ Ունեցվածքը վաճառեցին, չէ՞։ Քայլ չարեցին։ Հավատքի քայլեր եւ բերեցին, տվեցին։ Իսկ իրես Աստված նայում է սրտին, իսկ ինչու արեցիր, որովհետեւ Բարաբասը արեց եւ կոչվեց մխիթարության որդի։ Դու ել ես այդպես ուզում։ Սա կոչվում է ոչ առողջ մրցակցություն։ Աստծո տան մեջ այդպես չպիտի լինի։ Եվ տեսեք, այս օրհնված Հակոբը, որ օրհնված էր, հոր օրհնությունը վերցրել էր, չէ, ամբողջն էր վերցրել։ Լաբանի սիրուն այսպես ջեբը գառներով եւ ամեն ինչով աղջիկներին վերցրել ու գնացել էր։ 24-րդ խոսք։ Հակոբը մնաց միայնակ։ Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ։ Երբ տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազրի ջրերը եւ անզգայացրեց դրանք։ Ասաց նրան. «Թույլ տուր գնամ», այս մարդն ասում, «Թույլ տուր գնամ», բայց պարզվեց սա մարդ չի, սա Աստված հրեշտակի կերպարանքով եկել էր Հակոբին հետ մարտնչելու։ Թույլ տուր գնամ, որովհետև արդեն լուսացավ։ Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա, որ գնաս։ Միչև ինձ, միթե նա օրհնված չէր, միչև որ ինձ չորսնես, բայց միթե նա օրհնված չէր մեր չափանիշներով»։ Եվ ասաց. «Ինչ է քո անունը»։ Նա պատասխանեց նրան. «Հակոբ»։ Այսուհետ քեզ Հակոբ թող չասեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, որովհետև Աստծո հետ մարտնչեցիր եւ մարդկանց էլ կհաղթես։ Հետարքել մի բան է, չէ՞, մենք սիրում ենք, ասենք, հոյ ջան, մի հատ ինձ կորտես։ Եվ հոյվը դնում է իր տակ ձեռքերը իմ սառը գլխին, ասում է ես օրհնում եմ քեզ եւ ես օրհնվածս գնացի տուն։ Այսպես է օրհնում Աստված Հակոբին։ Ասում է քեզ բաց չեմ թողի, բռնել եմ։ Բաց չեմ թողնի, միջև ինձ չորհնես։ Եվ Աստված չասեց, գիտես, ես օրհնում եմ քեզ, գնաս խաղաղությամբ։ Ուրիշ բան ասեց. Ինչ է քո անունը։ Ով ես դու։ Ինչ ես կարծում դու քո մասին։ Գաբես։ Ցավ։ Քեզ ցավ են ասել քո ամբողջ կյանքում։ Քեզ ասել են քո մոտ ոչի բան չի ստացվի քո ամբողջ կյանքում։ Բայց Հակոբը հասկացել էր, որ սա չի օրհնությունը, ինչ որ ես ունեմ։ Սա չի օրհնությունը, որին ես հասել եմ 20 տարվա ընթացքում։ Սա չի օրհնությունը, կա ավելին։ Գիտես Էլվիս Պրեսլին կարծես թե շատ օրհնված էր։ Նա եկեղեցու մեծացած մեկն էր։ Երբ որ նա մրցանակաբաշխություն այդ Գրեմին տանում էր, շահում էր, եկեղեցին անդադար աղոթում էր նրա մասին։ Եվ նա Գրեմին որպեսի շահի, գիտես որ երգներ երգում։ Հոգևոր երգ, մենք այդ երգը երգում ենք մեր եկեղեցիներում։ Եվ իմ հոգին երգում է քեզ Աստված, ինչ մեծ ես դու, նա այդ երգում։
Բայց հետո նա ընկավ սխալ ճանապարհի վրա, հասավ աշխարհի փառքին, հասկացավ ամեն ինչ ունայն նա։ Սա չի օրհնությունը։ Նա չի օրհնությունը, որ մենք հասնում ենք ինչ որ մատերիային, ինչ որ շատ գառներ, հոտեր, երկու կնիկ։ Բա գումար, հոր օրհնություն, այլ նա է օրհնությունը, երբ որ Աստված է օրհնում։ Իսկ Աստված գիտես ինչ է ասում։ Ասում է, ինչ ես դու կարծում քո մասին։ Ինչ է քո անունը։ Միթե Աստված չգիտե ում հետ է մարդ ընչում։ Թե Աստված ամենագետ չի։ Աստված ճանաչում էր, չէ՞ Հակոբին։ Աստված գիտեր նրա անունը, բայց հարց է տալի, ինչ ես կարծում դու քո մասին, ինչ կարծիք ունես։ Դու ինչ ես մտածում ինքդ քո համար, ինչ է քո անունը։ Իսկ անունը ըստ եբրայական մտածողությանը մարդու էությունն է։ Հակոբ, ինչ նշանակում է բոլորին պարգեմ, խաբեբա, շուստրի, քցող։ Սա է, այստեղ կա Հակոբ։ Հա? Հանգիստ քարոզեմ։ Եթե մեկ անգամ սրա մասին Ստեփանավանում քարոզում էի, զգում եմ ինչ որ մեկը անծանոթ էր, կամաց ամեն Հակոբ ասել մտնում աթոռի տակ, սենց։ Կամաց մտնում էր աթոռի տակ։ Դե չէի ճանաչում, չգիտեի անունը Հակոբա։ Հանգիստ քարոզեմ, Հակոբներ չկան։ Բոլոր Իսրայելներ են։ Եվ ասում է, ինչ ես կարծում, ինչ է քո անունը։ Ասում է, ես Հակոբն եմ։ Շուստրի, խաբեբա։ Եղբորս առաջնեկությունը գողացա, Լաբանին թալանեցի ու փախել եմ նրանից։ Ասում է, այսուհետ չլինես դու դա, այսուհետ Իսրայել լինի քո անունը։ Պարզվում է, եթե Հակոբը համաձայներ այն օրհնությանը, որը նա ուներ, այսօր Իսրայել ժողովուրդը չէր կոչվի Իսրայել, եւ փոխեց նրա ընթացքը, ասեց Իսրայել լինի քո անունը, եւ մի ամբողջ ժողովրդի պատմություն փոխվեց սիրելի եկեղեցի, որովհետեւ նա չհամաձայնեց այն օրհնությանը, որ նա ուներ։ Սա է իրական օրհնությունը, երբ որ Սողոսները Պողոս են դառնում։ Սա է իրական անունը, երբ որ Սիմոնները Շայր են դառնում, Պետրոս, Պետրա։ Սա է իրական անունը, երբ որ Աստված փոխում է քո ընթացքը, երբ որ փոխում է քո էությունը, երբ որ փոխում է քո կյանքը, անունը դա էությունն է։ Բայց երբ այս ամենը կատարվեց, երբ այս ամենը իրականացավ, Գաղտնիքը 24-րդ խոսքում է, Հակոբը մնաց միայնակ։ Միայնակ։ Երբեմն Աստված այդպիսի միայնակություն թույլ կտա քո կյանքի մեջ, բոլորին քեզանից կհեռացնի, որ ասի, այ հիմա հասա ես քեզ, որ դու էլ բռնվելու ոչ մեկին չունես, բռնվելու ոչինչ չունես։ Ու ասեց, ես հոգնել եմ, զզվել եմ, հիասթափվել եմ, ես էլ չեմ կարող, սա իմ ուժերից վեր է, Աստված կասի, վերջապես հասա ես նրան, վերջապես ես կհասնեմ քեզ, վերջապես դու կֆայմես, քո հայացքը կուղես ինձ, գրված է։ Հակոբը մնաց միայնակ, նա մենակ էր, դրա շուրջը ոչ ոք չկար, սիրելի եկեղեցի, որովհետև դու այն ես, ինչ որ դու կաս միայնակ, մենակ, քո ծածուկ սենյակում, դա ես դու իրական։ Այստեղ ես կարող եմ նկարված լինել, գեղեցիկ ցույց տալ ինձ, բայց ես իրականը իմ ծածուկ սենյակում եմ, հա? Ես մենակ եմ, ես մեղավոր այստեղ։ Մենք իրականը մեր ծածուկ սենյակում ենք առանձին մեր Աստծո հետ։ Այնտեղ ես կարող եմ բղավել, գոռալ, լացել, պատերը չանգրել, ասել Տեր, Տերեկասի վերջապես հասա ես քեզ, վերջապես բռնվեցի, վերջապես։ Համար Աստված գիտես, երբ որ ուզում է հասնի մեզ, ու մենք զբաղված ենք մեզ օրհնելով, անասուններով, ոչխարներով, չգիտեմ, տարբեր օրհնություններով զբաղված ենք մեզ, մեր օրհնությունը, մեր գրպանները լցնելով, մենք զբաղված ենք։ Աստված կհեղինակազրկի ամեն ինչ մեր շուրջը թույլ կտա, որպեսզի հասնի մեզ, որպեսզի մենք բռնվենք նրանից։ Ասա ամեն։ Գիտես, սա նույն սկզբունքն էր Գաբեսի կյանքում, դա հոգնել էր, նրան բոլորը ամեն անգամ ասում են Գաբեսը տանը չի, այսինքն ցավը տանը չի։ Երեխաները ասում, Գաբեսը կգա գնանք խաղանք, ցավը կգնա գնանք խաղանք։ Ամեն անգամ ցավ են ասում։ Գաբեսի համար մի հատ լավ կնիկ ենք ուզում ճարենք, ցավի համար լավ ով կտայի աղջկան է ցավին։
Եվ ամեն անգամ նրա անունը տալով նրան ցավացնում էին. Բայց նա գիտեր, ես ավելին կարող եմ։ Նա արդեն հոգնել էր այդ անունից, այդ էությունից, նա ավելին էր ուզում։ Ամեն։ Նրա մայրը նրա անունը Գաբես դրեց, որովհետև ցավով ծնեց։ Եվ ամեն անգամ նա հիշում էր, նրա անունը տալով հիշում էր. այո, միգուցե ես ծնվելով քեզ ցավ եմ պատճառել, բայց ես ուզում եմ փոխվել։ Ես ուզում եմ ուրիշ ընթացք ունենալ։ Այո, միգուցե ամեն անգամ ինձ տեսնելուց հիշում ես, որ ես քեզ ցավ եմ պատճառել, բայց ես ուզում եմ փոխվել, այ շանս տանք մեր կողքիներին։ Միգուցե ինչ-որ մեկը քեզ ցավացրել է։ Մանուկ ժամանակ, երեխա ժամանակ, երիտասարդ, քո կողքին է միգուցե քեզ ցավացրել է։ Շանս տու նրան, որ փոխվի։ Մի ամեն անգամ մտաբեր դա։ Մի ամեն անգամ հիշի ինքը ինձ ցավացրել է ժամանակին։ Արի ողորմած լինենք։ Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ Դեսպես որ ինչպես է պատասխանա տալիս ներելու որակի մասին։ Գիտես որ ներելը դա արդարության հետ կապ չունի։ Դու ասես արդար չի ես նրան ներեմ, այո արդար չի դու նրան ներես։ Հեչ արդար չի։ Որտեղ ներելը հեչ կապ չունի արդարության հետ։ Բայց ինչի հետ կապ ունի ողորմության։ Եթե Աստված մեր հետ վարվեր ըստ արդարության, դու պատկերացնում ես։ Մենք ոչ ոքը շանս չենք ունենալ։ Գիտես սա իր առաջի խնդրվածքը։ Գաբեսի օրհնիր ինձ, փոխիր իմ էությունը, փոխիր իմ կյանքը, փոխիր իմ անունը։ Գաբեսը խնդրեց մի բան, որը կարա տա միայն Աստված։ Օրհնությունը կարա տա միայն Աստված։ Փառք Հիսուսին։ Հաջորդը մեծացրու սահմաններս։ Աստված ուզում է, որ մենք մեր սահմանները լայնացնենք, բայց ոչ միայն մեր ձեռքերով լայնացնենք, այլ իր օգնությամբ լայնացնենք։ Այդ սահմանները, գիտես, մենք շատ հաճախ սահմանափակում ենք։ Որտեղով, այստեղով։ Մենք Աստծուն սահմանափակում ենք մեր մտքի մեջ։ Պատկերացրու, առաջի դար Հիսուս Քրիստոսը իր ամբողջ փառքով ծառայում է, բժշկում է հրաշքներ անում։ Հիսուս Քրիստոսը մեկը, ով որ ամբողջ տիեզերքն է արարել։ Գրված է, որ Աստված ամբողջ տիեզերքը թիզով է չափում։ Մի թիզ է։ Այդ ամբողջ մեր տիեզերքը թիզ։ Բոլոր մոլորակներն ու աստղերը նրա բերանից են դուրս եկել։ Ինքը ասել է հո ու բոլորը դուրս են եկել։ Դու պատկերացնում ես այդ նրա բերանից դուրս եկավ։ Այդ ամբողջ տիեզերք ստեղծող եւ արարող Աստված մարդացել եւ եկել է Նազարեթ գյուղ։ Եվ գրված է եւ չկարողացավ այնտեղ մի հրաշք անել։ Մի քանի սրա ձեռ դրեց բժշկեց նրանց եւ վերջ եւ զարմանում էր նրանց անհավատության վրա։ Ես ընդամենը երկու բան կար, որի վրա զարմացավ Տեր Հիսուսը։ Առաջինը անհավատություն եւ երկրորդը ով կհուշի հավատքը։ Ասում այսպիսի հավատք Իսրայելում չկա։ Երկու բան կա, որ զարմացնում է Աստծուն, դա մեր հավատքն է եւ անհավատությունը։ Արի զարմացնենք Աստծուն մեր հավատքով։ Որ ասի ազիզ լալսի սենց հավատք ես Վանաձորում չեմ գտել, բայց հեսա գտա, այսպեսի եկեղեցի։ Աստված կարա մեր լեզով մեր հետ խոսա։ Աստված ունի հումոր։ Աստված կարա մեր լեզուն գիտի, նա գիտի ոնց խոսա յուրաքանչյուրիս հետ։ Փառք նրան։ Գիտես, Աստծուն դուր են գալիս լայն մտածող մարդիկ։ Ասում է լայնացրու վրաններս, լայնացրու սահմաններս։ Եթե Աբրահամը, գիտես, դուրս չգար իր վրաններից, նա չէր կարող տեսնել։ Նա նստած իր վրաների մեջ ներողություն բարես համար նվնվում էր, ասում էր ինչքան կարելի է, ինչքան կարելի է։ Աստված ասես գիտես, երբ որ դու նայում ես վերև, այնտեղ առաստաղ ես տեսնում։ Ինչ պիտի անենք, որ մենք տեսնենք Աստծո ծրագրեր ու երազանքը, Աստված ուզում է քեզ իր
Արարչագործության միջոցով ցույց տա, որ աստղեր կան։ Բայց մենք մեզ տանում ենք, մտցնում ենք վրանի մեջ։ Ասեց Աբրահամ, ուզում ես հասկանաս իմ գեղեցկությունը, իմ փառքը, իմ լիությունը, դուրս արի քո սահմաններից ու նայ երկինք։ Ինչ ես տեսնում, աստղեր, կարող ես հաշվել։ Հիմա կփորձեմ 1, 2, 3, 4 միլիարդ ու կեսի վրա շփոթվեց, նորից սկսեց։ Ասես չեմ կարող հաշվել, այդքան կշատացնեմ քո սերունդները։ Գնա ծով, գնա գեղեցկությունը տեսնում ես ինչքան ավազ կա։ Հա, կարաս հաշվես ավազների հատիկները։ Չեմ կարող, այդքան կշատացնեմ, բայց արյուտես վրանի մեջ չկա այդ ամեն ինչը։ Եվ որ մենք մեզ տանում մտցնում ենք վրանի մեջ, մեր կառուցած, մեր սեփական վրանի մեջ։ Բայց Աստված ասում է դուրս արիր վրաններիցդ։ Ես ուզում եմ լայնացնեմ, տարածեմ։ Գիտես որ վրաները հնարավոր է տարածել։ Բայց երբ որ մենք կառուցում ենք արդեն մեր շենքը, գծում ենք, հիմքը լցնում ենք, վերջ։ Դրա համար Աստված մեզ տանում է վրաների մեջ, մենք վրաները կարողանանք լայնացնենք։ Վրանը հիմք չունի։ Ինչքան կարաս, ուզում ես կարաս ձգես, կարաս վերցնես տանես այստեղ, հետո վերցնես տանես այստեղ, հետո վերցնես տանես այնտեղ։ Ինչու՞, որտեղ վրանա դա։ Մեր հավատքի կյանքը այդպես պիտի լինի, թանկագինս մենք պիտի Աստծո հետ ճկուն լինենք։ Հիմա ես այստեղ եմ ծառայում։ Աստված ինձ 6 վաղ կարականչի Ստեփանավանից տանի օրինակի համար ուր։ Մոզամբիկ։ Փառք Հիսուսի։ Հետս կգաս ամենիդ համար։ Հասկանում ես, մենք Աստծո ձեռքերի մեջ այդպես պիտի լինենք, որ չսահմանափակենք, ասենք, չէ, ես այստեղ ֆունդամենտ եմ գցել, փորել եմ 3 մետր իջել եմ, այսքան արմատուրա, այսքան բետոն, 300 մարկի բետոն։ Աստված ասի սրանից ես չեմ կարող բան ստանամ։ Կգտնեմ այս Աբրահամին ու կասեմ, գիտես ինչ, արի գնացինք, ուր, կասեմ ճանապարհին, սաղ ցույց կտամ։ Սաղ ճանապարհին։ Ու փառք Հիսուսին։ Լայնացրու սահմաններդ։ Հիշիր Գեդեոնին։ Ո՞վ է հիշում Գեդեոնին։ Դատավորած գիրքն է սա, եթե չեմ սխալվում 6-րդ գլուխ։ Գրվածա մեկը կար Իսրայելում, փախել էր թշնամիների երեսից, գնացել կալում, քթի տակ ինքը ցորեն էր անում։ Էս ինչ կյանք է, ինչ ժողովուրդ է, ինչ թագավոր է, ինչ հովիվ է։ Հələ հովը հեչ հովի կնիկը։ Հիմնականում մեր կանանց չեն սիրում։ Հովիվը լավն է, բայց հովի կնիկը մի քիչ շատ ստրոգ է, շատ։ Փառք Աստծուն, որ սիրում եք, ես գիտեմ, հələ ու չսիրեիք։ Ես մեր եկեղեցում եք անգամ ասեցի, որ այն որ դու ծառայությունից հետո գալիս ես ասում ես, Հովիվ ջան, շնորհակալություն, այսպես խոսքեր, ասում ես մի ասա, գնա կնգաս ասա։ Սաղ ամբողջ շաբաթ միսս բերանս է տալիս։ Կամ տղես, ինչ որ մի բան, երբ որ այն չեմ փորձում ընտանիքումս ասեմ, ես ինչ ասում, Հովիվ հրայր։ Ես իմ տեղը հասկացա վերջ։ Ձեր հովիկին այնքան ուժեղ կին է, որ հովիվ է բարձրացրել։ Իմ կին այնքան ուժեղ, որ հովիվ է բարձրացրել։ Փառք Հիսուսին։ Եղի եմ սրա մասին ասում, հա, Գեդեոն։ Գեդեոնը մեկն էր, որ փախել էր, թշնամիների երեսից փախել էր, գնացել էր, կալում ցորեն էր, ու քթի տակ ինքը բողոքում էր, եւ գալիս է Աստծո հրեշտակը, իրես ինչ ասում, Աստված քեզ հետ, ով հզոր մարդ։ Իրես ում ասում, ով որ փախել էր թշնամիներից։ Փախել էր, վախկոտ։ Ով որ բողոքում էր, բողոքավոր էր, ոչ թե բողոքական։ Եվ գալիս է Աստծո հրեշտակը, հետո գրված է, որ Աստված է դա, նույնպես դա Աստված եկել է հրեշտակի կերպարանքով, նայում ասում է Աստված քեզ հետ, ով հզոր մարդ։ Գիտես որ նա զարմացնում ինձ Գեդեոնի պատասխանը։ Նա չկեղծավորեց ու ասեց, հա, փառք Աստծուն, ամեն ինչ նորմալ է, մի կերպ յոլա են գնում, բայց ոչինչ, այսպես է մնա, այս ստաբիլությունը։ Նա գիտես ինչ պատասխանեց։ Չի պլանավորել դրա համար տեղը, բայց կարծեմ դատավորած 6-16-ն է։
Գիտես ինչա պատասխանում Գեդեոն, ասում է Աստված մեր հետ։ Դե լուրջ ես ասում։ Եթե Աստված մեր հետ լիներ, այս բոլոր դժբախտությունները եւ այս ամեն ինչը մեր հետ չէր պատահի։ Ուրեմն Աստված մերժել է մեզ, ու Աստված մեր հետ չի։ Այ քեզ պատասխան։ Ու գրված եւ Աստված նայեց Գեդեոնին, ասեց այդ է քո զորությունը։ Գնա հենց այդ քո զորությամբ փրկիր Իսրայելի ժողովուրդը մադիանացիների ձեռքից, որն է նրա զորությունը, անկեղծությունը։ Որ նա համաձայն չէր այն օրհնություններին, որ նրանք ունեին։ Դե կալում ունենք մի փոքր բան, ծորեն ոչինչ էլի։ Էս զմեր յոլա կգնանք։ Յոլա կգնանք, ոչինչ։ Ասես չէ։ Ավելին։ Եվ ես համաձայն չեմ սրան, ինչ որ ես ունեմ։ Ճիշտ եմ ասել։ Նա ինչ ասում, եւ Գեդեոնը նրան ասաց. ով Տեր իմ, եթե Տերը մեզ հետ լիներ, ինչու համար այս բոլոր բաները մեզ հասան։ Եվ ուր են նրա այն ամեն հրաշքները, որոնց մասին մեր հայրերը պատմում են մեզ, բա թե Եգիպտոսից Աստված մեզ հանեց, չէ՞։ Բայց հիմա Տերը մեզ մերժել է եւ մեզ թշնամու ձեռքն մատնել։ Դու եկե ասում ես ինձ Աստված մեզ հետ, Տերը մեր հետ չի։ Ես Աստված երբեմն այդպես փորձելու է մեզ։ Մարդը հրավեր ան հետում։ Իսկ ինչ ես կարծում դու քո մասին։ Աստված քո հետ։ Amma եթե ինձ հետ լիներ, Գեդեոն ասա, Գաբեսն ասում, եթե ինձ հետ լինես, օրհնես ինձ, քո ձեռքը ինձ հետ լինի։ Տարածես իմ վրանները։ Գիտես, Աստծուն դուր են գալիս այս անհատները, ովքեր չեն համաձայնում այն օրհնությանը, որը նրանք ունեն, այն Հակոբները, որ կարծես օրհնված է, բայց ասում են, չէ, Տեր դու պիտի ինձ օրհնես, դու օրհնիր, կպնես Աստծուց ու բռնես։ Այն աստիճան բռնես, որ ինքը չկարողանա քեզանից փոխի մատ կպնի ու զգայացնի։ Ասին լավ օրհնում եմ, դու հիմա հիմիկվանից Իսրայելն ես։ Աստուն դուր են գալիս այն, գիտես, այն տերատես կանայք, ովքեր որ մի քիչ առաջ ասում էի արնահոսել են այն աստիճան էլ տալու բան չունեն, ոչ ոքին չունեն։ Դեռ կգնան ուղղակի կվերցնեն իրանցը։ Սա իմ իրավունքն է։ Հոգևոր աշխարհը այդպես է գործում։ Հենց այսպես, որ կհասկանա, որ սա իմն է, ես տան զավակ եմ։ Հիշում ես Հիսուսի աղոթքը։ Հայր, այնինչ որ քոնն է, դա իմն է։ Բայց պատրաստ եղիր երկրորդ մասներ կրկնել եւ այնինչ որ իմն է դա քոնն է։ Եթե դու պատրաստ ես սա ասես, այնինչ որ իմն է դա քոնն է։ Ուրեմն հաստատ իմացիր, առաջին մասը դու չես կարող համարձակությամբ ասել։ Մենք սիրում ենք առաջինը ասենք, այնինչ որ քոնն է դա իմն է։ Եվ ոնց չենք ուզենան, էլ ոնց կուզենանք։ Իսկ այնինչ որ իմն է դա քոնն է, հա? Հաստատ քոնն է։ Հաստատ տվել ես Աստծուն ամբողջը։ Դեր իմ սիրտը քոնն է, բայց այնտեղ մի հատ անկյուն կա։ Այդ դուրը, մեր սիրտը շատ դռներ չէ ունի։ Ես շեղում եմ իմ քարոզից, բայց մեր սիրտը շատ դռներ չէ ունի։ Բայց կա այնտեղ մի դուր, որը միակ այստեղ ունա պատկանում։ Մենակ ինձ, այլ ոչ ոքին։ Երբ որ պատրաստ ես այդ դուրն էլ Աստծուն տաս, նոր կարող ես համարձակությամբ ասել, Տեր կամ հայր, իսկ այնինչ որ քոնն է, դա իմն է, որովհետև ես իմ ամբողջը քեզ տվեցի, ամբողջը, ոչ մի բան չխնայեցի։ Որովհետև երկնքի արքայությունը նման է մի գանձի, որը թաքնված է այգու մեջ։ Եվ ով որ գտնում է այդ այգին, ինչ անում ով կհուշի։ Գնում է, ինչ որ ունի, չունի վաճառում է, ամբողջը չէ վաճառում։ Ոչ մի բան չի թողում, չէ։ Գալիս է գանձի խաթր, ամբողջ այգին է առնում։ Քեզ այդպես ամբողջը կարժենա, որ դու ունենաս Քրիստոսին, ամբողջը, ոչ թե մի մասը։ Հոգևոր աշխարհում Քրիստոսի հետ կոմպրոմիս չի սազում, անհամատեղելի է սա։ Չկա, չի կարող լինել կոմպրոմիս։ Մի քիչ։ Դերեք ասի ուրեմն մի քիչ էլ ես քեզ։ Տեր սա տալիս եմ, բայց սա չեմ տալիս։ Հարց չկա։ Տերը չի կարող բռնանալ։ Տերը չի բռնանա, դա տվել է ազատ կամք եւ նա հարգում է այդ ազատ կամքը, այդ ընտրությունը։ Դու դա այդպես ուզեցիր։
Հիսուսը գիտեր, որ Հուդան մատնելու է։ Ինչու չկանխեց, այլ ասես գնա ինչ որ որոշել ես արա։ Ինչու չկանխեց։ Խրա չէ, ասես տղեկ ջան, հələ մի վարքյան ես Հուդա հետ խոսալու բան ունեմ։ Առանձնանային կհամոզեր, միանշանակ կհամոզեր։ Ասեք ամեն ինչ գիտեմ Հուդա։ Կյանքի վրա քար ես նետում։ Կբացատրեր եւ նա բայց ասես գիտես ինչ որ որոշել ես։ Գնա ու արա։ Ես եթե մարդը մի բան որոշել է, եթե այդ որդին իր ներսում անառակ է, ու գարի ասում է պապ իմ ունեցածը ինձ տուր, ես գնում եմ տնից։ Տուր իմ բաժին օրհնությունը տուր ինձ։ Նա վերցրեց եւ հեռացավ հեռու երկիր։ Հիշում ես այդ անառակ որդու։ Հայրը գիտեր, որ նա վատնելու է, միանշանակ գիտեր։ Ինչու թույլ տվեց, որովհետեւ նա որոշել էր, նա իր սրտում նա երազում էր անել։ Հնարավորությունը ուղղակի թույլ չէր տալիս։ Ավելին ասեմ, ավակ որդին էր երազում անել, այն ինչ որ արեց կրծերը։ Ուղղակի չարեց։ Որտեղից դա կարող եմ համարձակ ասել։ Որովհետև ասեց, երբ որ այդ որդին եկավ անառակը, արդեն ամբողջությամբ օծաթափ եղած, տված ամեն ինչ եկավ հետ վերադարձավ։ Ավակ որդին հորն ասեց, դու ինձ մի ուլ չտվեցիր, որ ես իմ բարեկամների հետ ուրախանամ։ Բարձում է նրա ուրախությունը հորտան մեջ չէր։ Նրա ուրախությունը իր բարեկամների հետ էր դրսում։ Մի ուլ ընդամենը։ Հայրդ եզա է մորթել։ Իսկ դու ասում ես ուլ։ Ես շեղվում եմ իմ քարոզից։ Գիտես, մենք պիտի լայնացնենք մեր սահմանները։ Ես խնդրել եմ, որ մի տեսանյութ մենք դիտենք այսօր, մենք պիտի սահմանափակենք Աստծուն մեր մտքի մեջ։ Եվ գիտես, այս տեսանյութում շատ հետաքրքիր ձևով պատկերված է սա, որ մարդ ոնց կարա սահմանափակի ինքն իրեն, երբ որ նա տեսնում է իր ամբողջ կյանքը սահմանափակումներ։ Պատրաստ է։ Հա։ Տեսեք, սա լուեր են, ոչիներ են, նրանց տեղադրում են բանկի մեջ, չգիտեմ, տեսրես թե չէ սա, բայց նայիր։ Блок нужна стеклянная банка и крышка. Блок помещают внутрь банки и закрывают сверху. Затем оставляют на 3 дня. Когда же банка открывается, ни одна блоха не может выпрыгнуть из нее. На самом деле, блоки никогда уже не смогут прыгнуть выше уровня, установленного им крышкой. Их поведение теперь неизменно до конца жизни. И даже при размножении их потомство будет следовать их примеру. Выйдите из круга и живите, не ограничивая себя воображаемой крышкой. Մի բան հասկացար։ Տեսեք, մի հայրենով ասած բանկի մեջ, բանկը ոնց հայր են։ Բանկի մեջ լուեր են տեղադրում, փակում են կափարիչով։ Եվ թողնում են, որ նրանք բազմանան, սերունդ տան։ Հետո երբ որ այդ կափարիչը հանում են, այդ սերունդներ, որը որ ծնվել է սահմանափակված ոչինից, չի կարողանում վերև թռնել։ Երբ որ այդ բանկաներ են այն կողմ տանում, նրանք արդեն ոչ լայնությամբ, ոչ բարձրությամբ չեն կարողանում թռնել։ Ինչու՞, որովհետև նրանք տեսել են իրենց ամբողջ կյանքի մեջ սահմանափակումներ։ Սահմանափակում, սահմաններ։ Եվ այն ինչ որ կծնվի նրանից նույնպես սահմանափակ է։ Ինչու՞, որովհետև նրանք տեսել են դա։ Մենք դուրս ենք եկել սովետական միությունից, բայց միջև հիմա բաներ կա մնացել է։ Երբ ենք դուրս եկել։ 30 տարի է, չէ՞, բայց մեկը սովետական այդ մտածելակերպը մեր մեջ է։ Աշխարհից ենք եկել, Քրիստոսին ճաշակել ենք, բայց միևնույն այդ սահմանափակումները մնում են։ Այդ սահմանները, այդ չի կարելիները, հա, մենք դա բերում եւ Աստծո մեջ ենք փորձում կիրառենք, դա չի ստացում Աստծո մեջ մենք պիտի լինենք անսահման հնարավորություն ունեցող մեկն ենք մենք, որտեղ մենք ծնվել ենք անսահման Աստծուց։ Հիմա պարզ է ինչու Աստված ստիպված եղավ այդքան տարի Եգիպտոսում, Եգիպտոսից հելնելուց հետո պատտել անապատում, որովհետև նրանց մեջ մնացել էր այդ սահմանափակումները։ Եգիպտոսը մարդկանց մեջ էր։ Դրա պատճառով նրանցից ոչ ոք հին սերունդից չմտան խոստացված երկիր, բացի Հեսուից եւ Քաղեբից։ Որտեղ նրանք սահմանափակումների մեջ էին ծնվել։ Իսկ
Աստված ուզում է, որ մենք ասենք լայնացրու սահմաններս։ Գաբեսի պես ասենք Տեր օրհնիր ինձ, փոխիր իմ էությունը, փոխիր իմ անունը, փոխիր իմ ընթացքը եւ լայնացրու սահմաններս։ Թույլ տու, որ ես ավելի լայն տեսնեմ։ Ամեն։ Հետո որ ձեռքդ ինձ վրա լինի։ Գիտես գրված է Եսայի մարգարեություն 59:1, 1-3, որ Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ փրկի, եւ նրա կանչը չի ծանրացել, որ լսի, այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեզ եւ ձեր Աստծու մեջտեղը։ Որովհետեւ Տիրոջ ձեռքը չի կարճացել, ինչու՞մն է խնդիրը, որ ես շատ հաճախ չեմ տեսնում նրա ձեռքը, անօրենություն կամ միգուցե։ Տեր, չէ որ քո անունով էս ենք անում, այն ենք անում, հրաշքներ ենք անում, մարգարեանում ենք, Տեր, քո անունով երգում, փառաբանում, քարոզում, քո անունով։ Տերը կասի, գիտես, չեմ ճանաչում, որովհետև անօրենություն ես գործել, անօրեն, օրենքից դուրս, իմ դրված աստվածային օրենքից դուրս բաներ ես արել, չեմ ճանաչում, սարսափելի է, բայց գիտես իմ աղոթքն է, իմ ցանկությունը երազանքն է, որտեղ էլի որ ես ծառայում եմ, քարոզում եմ, սա ասում եմ, մենք վերջում, երբ որ կանգնենք Աստծո առաջ, երկու բան ենք լսելու, կամ բարի եւ հավատարիմ ծառա, կամ չար եւ անհավատ ծառա, անհավատարիմ։ Ուրիշ բան մենք չենք լսելու։ Չենք լսելու, դե մի կերպ յոլա տարար գնա այս կողքերը միտեղ յոլա կգնաս։ Չէ։ Կամ փառք, կամ դրախտ, կամ դժոխք, մեջտեղը չկա, չի լինելու։ Եվ մենք ինքներս մեզ չխաբենք։ Եթե ուզում ես տեսնել Տիրոջ ձեռքը կյանքիդ մեջ, հետևիր կյանքիդ, հետևիր լեզվիդ, շուրթերիդ հետևիր։ Եթե ուզում ես Տիրոջ ձեռքը լինի, հետևիր մտքերիդ, հետևիր սրտիդ, որովհետև շուրթերը խոսում են սրտի ավելցուկից, հետևիր կյանքիդ։ Եթե ուզում ես, որ Տիրոջ ձեռքը լինի քո հետ, ով ասում Տիրոջ ձեռքը լինի իր հետ, պայման կա թանկագինս։ Իսկ եթե այդ ձեռքը ժամանակ առ ժամանակ գավազանով քեզ այցելի, հա, սենց մենք երգում ենք, չէ՞ այս երգը, ես վստահ եմ, որ դուք նույնպես երգում եք, քո ցուպը գավազանը մխիթարում է ինձ։ Երգում ենք, ով է սիրում Տիրոջ ցուպը։ Իսկ ի՞նչ տարբերություն ցուպի եւ գավազանի։ Ամա ոչ մի, ասեմ ի՞նչ տարբերություն։ Ցուպը ինքը մի բան է, որը սենց գալիս, սենց կեռիկ է։ Այդ կեռիկով փախչող ոչխարին հետ է բերում ցուպը ու գավազանով մխիթարում է։ Հասկացա՞ր։ Ինչա ցուպ եւ գավազան։ Մենք սա երգում ենք, սա գեղեցիկ երգ է, հալելույա։ Բայց երբ որ գալիս է ցուպի ու գավազանի հերթը, մենք ասում ենք հետից գնա սատանա։ Կա պայման, եթե ուզում ես Տիրոջ ձեռքը քո վրա լինի եւ նա մեր բարի հովիվն է։ Բարի հովիվն է։ Իշի գավազանը։ Ինքը բարի հովիվ է։ Ասա ամեն։ Որտեվ Տերոն որ սիրում է նրան, փառք Հիսուսին, թող որ խրատին ամես։ Նրա ցուպը եւ գավազանը պիտի մեզ մխիթարի։ Եբրայեցիների 12:6, որովհետեւ Տերն ում սիրում է, խրատում, պատժում ամեն զավակի, որին ընդունում է։ Ով է ուզում ընդունված լինի։ Իսկ ով է ընդունվել հեչ, գավազանել զգացել, հա? Ասա որ քաղցր է Տիրոջ հանդիմանությունը։ Ասա որ Տերը երբ որ հանդիմանում է, գիտես ոչ ոք չի կարող այդպես հանդիմանի։ Տիրոջ մի հայացքը կարա հանդիմանի։ Տերը նայես Պետրոսին, իսկ Պետրոսը գնաց ու դառնագին լացում էր։ Մի հայացք, չասեց Պետրոս, ասում է, չէ, 3 անգամ, միչև ակլորը չկանչի, 3 անգամ ինձ գորա, չես էլ ամաչում։ Այդպես չի գրած։ Բայց եւ Հիսուսը նայեց Պետրոսին, ու մի հայացքի մեջ այնքան բան կար, Պետրոսը գնաց ու դառնագին լացում էր։ Եվ ընդունվեց։ Իրես Տիրոջ ցուպը եւ գավազանը շատ քաղցր է։
սիրենք նրա ցուպը, սիրենք նրա գավազանը, սիրենք նրա մխիթարությունը, որովհետև Տերը ում սիրում է, խրատում է։ Պատժում է ամեն զավակին, որին ընդունում է։ Փառք Հիսուսին։ Շատ տեղեր էի գրել, կանցնեմ։ Եվ վերջինը չարից ազատիր։ Ես մենք պիտի սա Տիրոջից միշտ խնդրենք, ես խնդրեմ որ փառաբանության թիմը գա արդեն։ Մենք սա պիտի Տիրոջից միշտ խնդրենք։ Տեր, ազատիր ինձ չարից։ Իսկ ինչ է չարը։ Իդեպ տերունական աղոթքի մեջ այս տողերը կան, չէ՞։ Մի տանիր մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, ազատիր մեզ չարից։ Իսկ ինչ է չարը։ Գիտես, այդ չար բանը կարա մենակ Աստված տեսնի մեր սրտի մեջ։ Որտեղ մենք սրտեր քննող չենք, մենք դրդապատճառները չգիտենք։ Իսկ Աստված ամեն ինչ գիտի, տեսնում է։ Ծննդոց 6-րդ գլուխ։ Եվ Տեր Աստված տեսավ, որ շատացել է մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդները, բոլոր գաղտնիքները չար են ամեն օր։ Տեր ամեն ինչ տեսնում է, Տեր ամեն ինչ գիտի։ Նա տեսնում է մեր սիրտը, մեր խորհուրդները։ Եվ գաբես է ասում է ազատիր ինձ այդ ամենից։ Ազատիր ինձ այդ չարությունից։ Ազատիր ինձ այդ անզգամությունից։ Դու ես որ անզգամությունը նույնպես մեծ մեղք է։ Երբ որ մենք դառնում ենք անզգամ, Աստծու չենք վերապրում, Աստծո խրատները չենք լսում։ Դու գիտես որ դա մեղք կարա լինի եւ մեղք համարվի իմ եւ քո համար, այդ անզգամությունը, երբ որ մեր սիրտը քարանում է եւ մենք ունակ չենք Աստծո խրատը լսենք։ Երբ որ մեր սիրտը այնաշճան է չարանում եւ խստանում, որ ոչ մի հանդիմանություն կարդում ենք չենք վերապրում Աստծուն, աղոթում ենք հերույա չկա։ Սա վտանգավոր գոտի է։ Սա շատ վտանգավոր գոտի է։ Եթե Տիրոջ տուն գալը արդեն անհավես է դառել, սիրելիս քո համար վտանգավոր գոտում ես։ Եթե ծառայությունը քո համար բեռ է դառել, վտանգավոր գոտում ես։ Երբ որ խոսքը արդեն քեզ չի ուրախացնում, վտանգավոր գոտում ես։ Երբ որ քո սենյակը, աղոթքի սենյակը քեզ արդեն չի կանչում, վտանգավոր գոտում ես, սիրելիս։ Վերանայիր։ Եվ սա չարություն է։ Սա չար բան է։ Նույնիսկ եմ ասում, ես կարող եմ քեզ նայել ժպտալ, լայն, դու ասես, ես ինչ լավ մարդ է։ Բայց Աստված գիտի ես խի եմ ժպտում։ Դա կեղծավոր էր, թե անկեղծ էր։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Մենք պաշտում ենք մի Աստծու, ով որ ամենատես է։ Մենք պաշտում ենք մի Աստծու, ով որ ամենագետ է։ Մենք պաշտում ենք մի Աստծու, ով որ ամենակարող է։ Նա ամեն բան գիտի եւ ամեն բան կարող է։ Եվ ես եւ դու մենք ամեն բան կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով, բայց կա պայման։ Այնտեղ կար բառեր, որ Պողոս ասեց, սովորել եմ, աղքատություն, առատությունը սովորել եմ, հալածանքը սովորել եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն բան կարող եմ, սովորել եմ եւ գիտեմ, այ հիմա ես կարող եմ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, որովհետեւ ես ճանապարհ եմ անցել։ Ես ճանապարհ եմ անցել։ Ամոս 5:15 ատեցեք չարությունը եւ սիրեցեք բարին։ Եվ դրա մեջ հաստատեցեք իրավունքը, գուցե զորած Տերը Աստված գթա։ Իսկ որտեղից է գալիս չարությունը, սիրելիս, Մարկոսի 7:18 խոսքից չեք իմանում, որ ամեն ինչ, որ դրսիցը մտնում է մարդի մեջ, չի կարող նրան պղծել։ Եվ ասում էր, թե մարդից դուրս եկողն է պղծում մարդուն, որովհետև ներսիցը մարդու սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություն, պոռնկություն, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չարաճք, հայություն, ամբարտավանություն, անզգամություն, այս ամեն չար բանը ներսից է դուրս գալիս եւ մարդուն պղծում։ Այս բոլորը ինչ որ կա, շատ բաները չերևացող են թանկագինս,
Այդ չար աչքը, չար նայվածքը, չերևացող բանը, բայց դու գիտես ինչու ես նայում։ Այդ ատելությունը, ով կարա կշռի ատելությունը։ Ով կարա կշռի նախանձը, ով կարա ասի ինչ տեսք այն ունի, քառակուսիա, կլորա, երանկյունա, ինչ տեսք ունի դա։ Ագահությունը ինչ տեսք ունի։ Մենք այդ ամենը չենք տեսնում, բայց այդ ամենը հոգևոր աշխարհում երևում է։ Հոտ ունի, հոտ ենք արձակում։ Հետո ճանճերը գալիս են, այդ դևերը, այդ բեզեբուղը գալիս է այդ հոտի վրա։ Ասում ենք, չէ, մի վախեցի շնից, որ չկծի։ Ինչու՞։ Շունը զգում է դա, այդ վախ, այդ ագրեսիան, բայց ինչքան դևերն են դա զգում։ Ինչքան մենք կերակրում ենք այդ ամենը։ Հիշում ես ինչ ասեց Օծին Աստված, փորիդ վրա սողած եւ հող ուտես կյանքիր բոլոր օրերում։ Ով է երբևիցե տեսել հող ուտող օծ, չկա։ Բայց ո՞րն է, մարդը հողից է։ Մենք ենք կերակրում օծին։ Մեր մեղքերով, մեր ցանկություններով, մեր սխալ բաներով։ Այսօր մարդասպան չի այն մեկը, որ իր եղբորը սպանում է, այլ այն, որ ատում է իր եղբորը, ինքն է մարդասպան։ Իսկ այդ ամենը սահմանափակում է մեզ թույլ չի տալիս մենք սավառնենք արծվի պես։ Այդ ամեն ինչը սահմանափակում է մեզ մեր մտքում։ Եվ այս ինչպես էս ոչինչ օրինակ ես բերեցի, մենք չենք կարող անմետո թռնել։ Լայնություն, բարձրություն դա մեզ համար հեռու հասկացություններ են դառնում։ Բայց Աստված այդպես չի ուզում։ Աստված ուզում է, որ մենք մեր սահմանները լայնացնենք սելի եկեղեցի։ Ինչպես պահել մեզ, ինչպես պահես քեզ, երբ որ քեզ չար են արել։ Ա Պետրոս 3:9 Չարի փոխարեն չար չհատուցես։ Կամ բամբասանքի փոխարեն բամբասանք։ Այլ հակառակը օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա համար մեջ կանչված եք։ Որ օրհնությունը ժառանգեք, ով ասում օրհնություն ժառանգի։ Օրհնիր ուրեմն։ Չարին չարով մի պատասխանիր։ Սրա համար Տերը ասեց, երբ որ ապտակում են, մյուսը դու մի չարին չարով պատասխանիր։ Մի սիրիր միայն քեզ սիրողներին։ Ինչ վարձք ունես դու, չէ՞ որ նույն անում են մեղավորներն ու մաքսավորները։ Նույն են անում։ Որովհետև ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր ունենալ, թող իր լեզուն չարությունից լուր պահե եւ իր շուրթերը, որ նեգություն չխոսեն։ Հիշիր, քանի խոսքը քո շուրթերի վրա է, նայա քո գերին։ Բայց ինձ որ այն դուրս եկավ, դու ես նրա գերին։ Վերջ դուրս է եկել։ Բամբասանք, չար բան, մենք մեզանից վանենք, հեռու։ Չարից հետ քաշվիր եւ բարին արա։ Խաղություն որոնե եւ նրան հետևես։ Գիտես, սերի եկեղեցի։ Հոգևոր աշխարհը ավելին քան ռեալ է։ Հոգևոր աշխարհը ավելին քան կա, քան մենք պատկերացնում ենք։ Մենք այսօր տեսնում ենք ամեն ինչ, ասում ենք սա կա։ Դու ես որ այս կաֆեդրան, իդեպ շնորհավորում եմ նոր կաֆեդրա է, գեղեցիկ է։ Բայց գիտես որ ինքը իրականում գոյություն չունի։ Ինչու որովհետև ինքը ժամանակի մեջ չկա։ Սա մարմինը մեր, ինքը գոյություն չունի իրականում։ Ինչու որովհետև ինքը ժամանակի մեջ չկա։ Ամեն ինչին գումարի ժամանակը եւ տես, եթե ինքը մնում է, ուրեմն ինքը կա։ Հոգևոր աշխարհում մնալու է։ Իսկ հոգևոր աշխարհում մնալու է սերը, բարի համբավը, անունը, բարի գործերը, հավատքից դուրս եկած։ Մեր հավատքը, հավատարմությունը, որի դեֆիցիտ է այնքան կա։ Սրանք են մնալու հոգևոր աշխարհում, սա է իրականում սա գոյություն ունի։ Մեր աղոթքը, աղոթքի պատասխանը, եթե նույնիսկ ուշանում է, թվում է որ չի պատասխանվում, շարունակիր։ Դանիելը, սիրելիս Դանիելը, օրը մի քանի անգամ բացում էր պատուհանները, ծնկեր իջնում, դեպի Երուսաղեմ օրհնում էր, առաջի օրը չտեսավ պատասխանը, երկրորդ օրը չտեսավ, 10 օր հետո չտեսավ, գրված է 21-րդ օրում հրեշտակն եկավ, ասես գիտես ինչ Դանիել, հենց առաջի օրը որ դու մտադրվեցիր ըմբռնել Տիրոջ կամքը եւ խոնարհեցրեցիր քո անձը, մենք դուրս եկանք որ քո աղոթքին պատասխան բերենք։ Բայց ընդդիմացող եղավ։ Հոգևոր աշխարհում պատերազմ էր գնում եւ Դանիելը չդադարեց։ Եթե Դանիել դադարեր աղոթքը, միգուցե պատասխանը չգար, կամ շատ ավելի ուշանար։ Բայց նա անդադար աղոթում էր դրա համար։ Նա հավատում էր։ Ինչու՞։ Պատասխանը հենց առաջուց է։
որովհետև դու մտադրվեցիր ըմբռնես Տիրոջ կամքը։ Սա է գաղտնիքը։ Երբ որ մենք մտադրվում ենք ըմբռնել Տիրոջ կամքը, այստեղ է պատասխանը Տիրոջից է գալիս։ Որովհետև Տերը գիտի, որովհետև շատ հաճախ մենք բերում ենք մեր խնդրվածքը պատասխան հետ միասին։ Մենք սա իմ խնդրվածքն է եւ այսպես պատասխանի Տեր։ Այդպես չի, այդպես սխալ է։ Մենք բերում ենք մեր խնդրվածքը եւ մտադրվում ենք ըմբռնել։ Դու ինչ կասես։ Դու ոնց կասես։ Փառք ամենակարող մեր Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, եկեք միասին աղոթենք։ Ես ուզում եմ հիշեցնել այսօրվա քարոզը։ Դու մի բան ստացար այսօր, հա? Գիտես, ես աղոթում եմ, որ Տերը օրհնի քեզ։ Եվ այն օրհնությունը, որ իրականում քեզ է պատկանում, դու Աստծուց ստանաս։ Կա ավելին, քան դու ունես։ Կա ավելին, քան դու պատկերացնում ես։ Կա ավելին, միգուցե նորից եմ ասում, քեզ քո ամբողջ կյանքում ասել են, որ չի ստացվելու։ Չի լինելու։ Դու ես ինչ ընտանիքում ես ծնված։ Ոնց որ Գեդեոնը ասես, գիտես, ես չեմ կարող գնալ եւ փրկել Իսրայել ժողովուրդը, որովհետեւ ես իմ տան մեջ ամենափոքրն եմ, ամենաանտեսվածն եմ, ոնց որ Դավիթը եկել էր մարգարեն, որ թագավոր օծեր, այնքան է նրան անտեսել, որ նրան չէր կանչել տուն։ Նա ամենափոքր էր, ամենաանտեսվածն էր, դաշտերում էր, բայց Աստծո մարդը ասես, չէ, էլի մեկը կա, ինչո մեկը կա, որին դուք միգուցե մոռացել եք, ասում հա մեկը կա դաշտում է։ Անտեսված է, Աստված ասում է ես սրտին եմ նայում։ Միգուցե գիտես, դու գիտես, որ դու ավելին կարող ես։ Բայց կա սահմանափակում, կա անուն, որով քեզ պիտակավորել են։ Եվ եթե իրականում դու զգում ես նման բան կա, մենք հիմա վերջում աղոթելու ենք միասին։ Որովհետև ես իրականում համոզվել եմ, եկել եմ մի համոզվածություն, որ կա այդ մի բան, որ ծնողներից մենք ժառանգում ենք, որը պիտի կոտրվի եւ քանդվի։ Դա սխալ բաների մասին է խոսքը։ Դա ժառանգական անես կարող է լինել, ես հավատում եմ սրան։ Որտեղ նայում ես, հասկանում ես, օրինակ բերեմ, լավ, օրինակ բերեմ։ Տատիս, օրինակ, իմ չէ, вообще։ Տատին բաժանվել է, հետո նայում ես աղջիկը բաժանված է, մաման էլի, նայում ես աղջիկը բաժանվել է, եւ աղջիկ ունի։ Նայում ես, հասկանում ես, ոնց կարող է այսպես լինել։ Համ տատին, համ մաման, համ աղջիկը, համ էլ արդեն հասկանում ես, նորից աղջիկ ունի, տեսնում ես, նույն ճակատագիրը կարա սրան հարվածել։ Դու տեսնում ես, որ կա մի բան, որը կոչվում է հենց այդպես, սատանան բռնել է հենց սերունդն է ուզում, սերունդներն է ուզում, բայց Աստված նույնպես սերունդներ է ուզում։ Եվ եթե դու տեսնում ես, որ կա քո կյանքի մեջ այդպիսի բան, որ քեզ եկե կպել այդ անցյալից, միգուցե պապիներից, միգուցե տատիներից, ես չգիտեմ ումից, մենք պիտի կանգնենք ու ասենք Տեր, օրհնիր ինձ։ Օրհնիր եւ լայնացրու իմ սահմանները եւ թող որ քո ձեռքը ինձ վրա լինի, հետո ինչ որ ինձ ամբողջ կյանքի մեջ ասել են ցավ, գաբես, հետո ինչ որ ես ցավ եմ պատճառել ժամանակի, բայց ես ուզում եմ փոխվել, ես չեմ ուզում նույնը մնալ, ես ուզում եմ որ սահմաններս լայնացվեն, ես ուզում եմ տեսնել քո փառքը, ես ուզում եմ տեսնեմ թե դու ոնց ես շարժվում իմ կյանքի մեջ եւ ես չեմ համաձայնում այն օրհնություններին, որը ես ունեմ, ինչպես որ Գեդեոնը ասեց, այո դու ասում ես որ Աստված իմ հետ է, Աստված ինձ հետ չի եւ Աստված ինձ մերժել է, որովհետեւ իմ կյանքի մեջ տեսնում եմ բաներ, որ ես համաձայն չեմ, ես չեմ համաձայնում այն օրհնությունների, որ ես ունեմ։ Ինչպես որ ասեց Հակոբ, այո, միգուցե շատերի համար ես օրհնված եմ, միգուցե շատերի համար օրինակ եմ, միգուցե շատերի համար, գիտես, ես մեկն եմ, ով որ նայում ու նախանձում է, բայց ես համաձայն չեմ այդ օրհնությանը։ Ես ուզում եմ իմ էությունը փոխվի։ Ես ուզում եմ Հակոբից դառնամ Իսրայել։ Ես ուզում եմ իմ ամբողջ ազգը օրհնված լինի։ Հակառակ դեպքում, գիտես, այդ ազգը Իսրայել չէ լինելու։ Հակոբը չհամաձայնեց այն օրհնությանը, սիրելի եկեղեցի։ Եթե դու տեսնում ես հիմա քո կյանքի մեջ որ պիտի լայնանաս, կանգնի Աստծո առաջ ասի, Տեր, լայնացրու իմ սահմանները։ Եթե դու տեսնում ես, որ պիտակ կա քո վրա, պիտակավորել են, մանկուց ի վեր պիտակ կա քո վրա, ասա ես չեմ համաձայնում սրա հետ։ Ես չեմ համաձայնում, ես չեմ ուզում, փոխիր իմ հոգևոր դենթեն, փոխիր իմ կյանքը։ Ազատիր ինձ չարից եւ թող որ քո ձեռքը ինձ վրա լինի։ Հալելույա։